Եբրայեցիներին 4-րդ գլուխ։ Զգույշ լինենք ուրեմն, որ նրա հանգստի մեջ մտնելու խոստումից, որ տրված է մեզ, ձեզնից որևէ մեկը չզրկվի, քանզի ավետված է, ինչպես եւ նրանց։ Բայց խոսքը լսելը օգտակար չեղավ անապատում եղողներին, որոնք հավատով չլսեցին այն։ Իսկ մենք, որ հավատացինք, մտնելու ենք այդ հանգստի մեջ, ինչպես որ նա ասաց. ինչպես երդվեցի իմ բարկության մեջ ասելով, թե չի պիտի մտնեն իմ հանգստի մեջ, թեև նրա գործերը աշխարհի սկզբից կատարված էին։ Քանզի միտեղ 7-րդ օրվա մասին այսպես է ասված. Եվ Աստված 7-րդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից։ Եվ այստեղ դարձյալ ասում է. չպիտի մտնեն իմ պատրաստած հանգստի վայրը։ Թեև ոմանք կարող էին այդ հանգստի վայրը մտնել, հատկապես նրանք, որ լսեցին ավետաբեր լուրը, սակայն չմտան իրենց անհավատության պատճառով։ Դարձյալ մի ուրիշ օր է սահմանում, այս օրը, երկար ժամանակ հետո ասում է, ինչ որ Դավթի բերանով ասվել է ավելի առաջ. այսօր, եթե նրա ձայնը լսեք, մի կարծրացրեք ձեր սրտերը։ Որովհետև եթե հեսուն դրանց հանգիստ տված լիներ, ապա դրանից հետո Աստված ուրիշ օրվա մասին չէր խոսի։ Արդ ուրեմն Աստծու ժողովրդի համար դեռ մնում է մի ուրիշ հանգստի օր, որովհետև ով մտնում է նրա հանգստի մեջ, հանգստանում է իր գործերից, ինչպես Աստված էլ հանգստացավ իր գործերից։ Ուրեմն ջանանք մտնել այդ հանգստի մեջ, որպեսզի որևէ մեկը նույն օրինակ անհնազանդության մեջ չընկնի։ Կենդանի է Աստծու խոսքը, ազդու և ավելի հատու, քան ամեն մի երկսայրիսուր, և կտրում անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանման սահմանը։ Նա քննում է խոկումները և սրտի մտադրությունները, և նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է նրա աչքերի առաջ։ Նրա մասին են մեր այս խոսքերը։ Հետևաբար ունենք երկինքներով անցած մի մեծ քահանայապետ, Հիսուսին, Աստծու որդուն, ուստի ամուր պահենք մեր դավանած հավատը։ Քանզի ոչ թե ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարությանը, այլ մի քահանայապետ, որ մեզ նման փորձված է ամեն ինչում, բայց առանց մեղքի է։ Ուրեմն համարձակությամբ մոտենանք նրա շնորհի աթոռին, որպեսզի ողորմություն ստանանք և շնորհ գտնենք այն ժամանակ, երբ օգնության կարիք ունենք։